Նույն կերպ և հոգին է օգնում մեր տգարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար, և սրտերը քննողը գիտի, թե հոգին ինչ է խորում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։ Աստծո Սուրբ Հոգին մեր կողքին է մեր տգարության ժամին։ Մեր տգարությունն ընդգրկում է ոչ միայն ֆիզիկական կամ զգացական դժվարությունները, այլև մեր անկարողությունը լիարժեք հասկանալու Աստծո կամքը և աղոթքով իր առջև կանգնելու։ Աստծո Հոգին ոչ միայն օգնում է, որ մենք իր կամքի համաձայն աղոթենք, այլև միջնորդում է մեր աղոթքները լսելի դարձնելով Աստծուն։ Այս ճշմարտությունը վերափոխում է իմ աղոթքի կյանքը։ Կան պահեր, երբ կյանքի բեռները չափազանց ծանր են թվում և խոսքերը անհասանելի։ Այդ ժամանակ իմ լուռ մտորումների մեջ Հոգին օգնության է հասնում ինձ Աստծո կամքին համահունչ իմ հոգևոր հավատքի կյանքին վերաբերող կարիքները Աստծո առաջ ներկայացնելով։ Աստված հոգում է մեզ համար և ապահովում իր հետ անքակտելի կապը։ Ավելին, Հոգու օգնությունը աղոթքում սովորեցնում է խոնարհություն։ Այն ցույց է տալիս մեր լիակատար կախվածությունը Աստծուց ոչ միայն ապահովության կամ ուժի, այլև նրա հետ հաղորդակցվելու ունակության համար։ Այս կախվածությունն իսկապես հավատքի նշանն է, կյանք, որը ճանաչում է Աստծո պահպանող շնորհի զորությունը։ Հոգու գործը վստահեցնում է, որ նույնիսկ երբ ես թուլանում եմ, իմ աղոթքներն ունեն նպատակ և զորություն։ Ով Աստված, շնորհակալ եմ քո Հոգու համար, ում միջոցով իմ աղոթքները լսվում են։ Ամեն։